շատ սիրուն քաղաք է, մեծ է, ես եկել եմ փոքր քաղաքից, ու որ ես տեսա, շատ ա դուր գալի ինձ Երևանը։ Իսկ ինչը կուզեիր, որ փոխվեր, ավելի լավ լիներ։ Դե հլոր սաղ նորմալ է, փոխվելը չէ, այդքան չէ ասի։ Սաղ իմ համար նորմալ է։ Ինչ առաջարկություն ունես Երևանում։ Ես կուզեի, որ ավելի շատ բնությունը լինի, այն որ ծառերը, ծաղիկները, որ հելնում են, շատ սիրուն է, Երևանը, ծաղիկները, շատ լավ։ Բայց ծառերը վերջի շրջանում, օրինակ, քաղաքապետարանը, այո, ոչ, ինձ вообще դուր չեկա, որտեվ էդի հին ծառեր էին, մեծ, չէ, միջև այդ պուտյուր ծաղիկները աճեն, ծառերը հելնեն, էդի շատ երկար կլնի, հա, կաճեն թե չէ։ Այսինքն էկոլոգիական հարցը քեզ անհանգստացնում է, Երևանում օրինակ մաքուր օդի խնդիրն է։ Այո, դրա համար պետք չէ այդ ծառերը, սոտեկի կտրել ու ավելին եմ տնկել, որ ավելի շատ մեծանար, ավելի կանաչեր Երևանը։ Օրինակ տրանսպորտից գոհ ես։ Դե բանը, որ թանկացրին, մի քիչ բուն տարին, բայց արդեն սովորացա։ Կյանքը պիտի ապրենք։ Իսկ ցուցանումները քեզ չեն անհանգստացնում։ Հա, էդ էլ կա։ Առավոտները որ դասի ենք եթում, պիտի շուտ հելնենք, որ հասցնենք գոնե հասնենք։ Մետրոն շատ լավն է, ասենց արագ գնում գալիս ավելի հեշտ է։ Հա, որ մեծացնեի մետրոն ավելի լավ կլներ։ Իսկ դու Երևանցի որպես Երևանում ապրող հայուհի, զգում ես, որ մեր քաղաքը իսկապես հազարամյակների խորքից եկած ազգային այդպես դիմագիծ ունի, թե ինչպես բոլոր քաղաքները։ Էդի ես որ Орел и Решка նայում էի, որ Հայաստան էին եկել, ասում են открыт это музей над открытым небом, ու это ճիշտ է։ Սենց նայում եմ ու երևում է, որ հնություն է, ու դա ոնց որ հպարտություն է իմ համար, որ հին քաղաք ա եղել երկիր։